Սելիարսատողներ ուրերի ժամը շարունակվում է, այս պահին արդեն ավանդույթի համաձայն մեր տաղավարում հյուրընկալել ենք դոկտոր Ռոբերտ Շահբազյանին, ում հետ կրկին զրուցելու ենք առողջ եւ անվտանգ եղանակով ամենատարբեր հիվանդությունների բուժման մասին։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ եթե ունեք հարցեր, ապա անպայման կարող եք զանգահարել էկրանի վրա երևացող հեռախոսահամարով եւ դոկտոր Ռոբերտ Շահբազյանը սիրով կօգնի եւ կպատասխանի ձեզ ուզող բոլոր հարցերին եւ կտա ձեզ լուծումներ, ինչպես բուժել ամենատարբեր հիվանդությունները առողջ, անվտանգ եւ բուսական դեղամիջոցների շնորհիվ։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում կրկին հյուրընկալվելու եւ հարցերին պատասխանելու համար։ Նախ եւ առաջ կխնդրեմ ներկայացնեք նախորդ հաղորդումներից հետո ինչ հիմնական հարցերով են ձեզ քաղաքացիները դիմել, որոշակի դադար են ունեցել եւ այդ դադարից հետո ինչ նորություններ կան կենտրոնում, որ կցանկանային կիսվել մեր հեռուստադիտողներին։ Սիրո, շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Դադարը ամենից կարևոր բանն էր, որ նշեցիր։ Իհարկե մի ամիս այստեղ չէինք, մենք գնացել ենք վերջապես 40 տարի հետո, հետ ենք գնացել հայրենիք, տեսնենք ինչ էր կատարվում։ Շատ հուզված, շատ հետաքրքիր, շատ փոփոխություններ եւ շատ լավ բաներով եմ եկել։ Դրանից բացի նորություններ հետս ինչեր են բերել անցյալ հաղորդումների ես իմ օֆիսից մի ամիս ազատայել է, այսինքն չենք աշխատել, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կանգնած է օֆիսում։ Ունեցել ենք թազա նորություններ, որ եկել է վերջապես եկավ մեզի հասավ եւ արդեն աշխատանքի մեջ է, որը մեր hyperbaric oxygen chamber-ն է։ Ժողովուրդը հարցնում են Այդ ինչ ես ասում, շատ զանգեր եմ ստացի, hyperbaric oxygen chamber-ն ինչ է, ինչ ուտելու է, խմելու, չէ ջանս, դա մի հատ այսպես ասած տնակի մեջ տնակ է, որի մեջ գալիս ես մտնում ես ինքը բարձր դոզայով օքսիգեն է տալիս քո մարմնին, քո շնչառություն։ Առաջինը օգնում է այն մարդկանց, ովքեր թոքերի խնդիր ունեն, այն մարդիկ, որոնք վերք ունեն մարմնի վրա եւ չի բուժվում այդ վերքը, դժվար է տարվում, ինչ որ սևացած ունեն, գանգրենա ունենես, էսի օքսիգենն է ուժեղացնում, որ բանը իր լավանալը կերպարը ավելի արագացնում է, մոտավորապես 3-ից 5 անգամ ավելի շուտ է լավանում, ինչ որ հիվանդ։ Այն մարդիկ, ովքեր ուղեղի խնդիր ունեն, այսպես ասած դիմենշիա, Ալցհեյմերը սրանցել է շատ օգնում, որ կարողանում է օքսիգենը ուժեղացնել, որ կարողանա ուղեղը ճիշտ։ Մի խոսքով ամեն ձևի բուժումների համար շատ օգտակար է։ Էդրա համար եք բերել դա։ Եվ ինքը մի քիչ թանկ աճույք է, ասեմ, որ իմանանք, ամեն մի հատ աֆիշ չի կարողանում վերցնի եւ բերի եւ ունենա այդ գործիքը։ Այդ մեկ։ Դրանից բացի նորություններ, որ բերել եմ Հայաստանից շատ նորություններ եմ բերել, տարբեր ձևի դեղաբույսեր ենք բերել, որը որ ասում մեռնեմ քո երկրին Հայաստան, իրոք որ իր դեղաբույսերը, իր խոտաբույսերը, ինչ որ կա մեր անտառներում, մեր սարերում, մեր բանում գնացել եմ հատուկապես ընտրել ենք ու բան ենք արել, այդրանք բերել ենք, որ կարողանանք մեր դեղաբույսերի մեջ ընդգրկենք դա եւ տանք մեր հիվանդներին։ Նորություններից որ եկել է նոր, որ բերել ենք, մեր մագնեզիումն ենք ուժեղացրել, իր դոզան ենք ուժեղացրել, գլուտատայանն ենք ուժեղացրել, գլուտատայանը, որը մեր օգնում է մեր liver detox անելը, մաքրելը, ուժեղացնել եւ բերել ենք հատուկ մարսողության համար ենք բերել, որ կարողանանք մարսողություն ուժեղացնել։ Դրանից բացի մեզի դիմել են ինչի համար։ Այս վերջերս շատ են դիմում, նորից եմ կրկնում քանսերի համար։ Ժողովուրդ քանսերը այնպես են արել մարդկանց համար, որ վախեցրել են մարդկանց, որ ասում են, օ, քանսեր ստացել, ճիշտ կարծես մահվան death certificate ես տանում, մահվան փաստաթուղթ ես։ Ջանս այդպես չի։ 100 ձևի ուրիշ ճանապարհներ կա, որ ձեր մարմինը կարողանա օգնենք, բարձրացնենք, տանենք առաջ, որ դրա դիմաց կարողանաք առնենք։ Խնդրում եմ, մի վախենա։ Արեք չմոռանամ ասեմ, դա կյանքի վերջը չի, մարդիկ ինչքան լսեն ասում, ով մահացավ, ասում, օ, քանսերից մահացավ։ Նո, դա այդպես չի։ Ուրիշ 100 ձևի հիվանդություն կա, որ քեզ կարող է ավելի շուտ սպանել, քան թե քանսերը։ Դրա համար ունենք տարբեր դեղաբույսեր եւ օգնություն կարողանում ենք տանք մեր հիվանդներին եւ թու բավականին հիվանդներ ունենք, որ ավելի լավ են զգում, ավելի դեպի առաջ են գնում։ Էդ էլ քանսերի պատ։ Դրանից բացի մեզի գալիս են ասում են հորմոն Հորմոնային բան, հատկապես կանանց մոտ, երիտասարդների մոտ շատ է լինում, anxiety են ունենում, depression-ի մեջ են այդ բոլորը գալիս է հորմոնային տատանումներից, հորմոնները ճիշտ չելավ, այսինքն թայրոիդը, թայմոսը եւ հայպոթալամոսը իրար հետ լայնի վրա չելավ, դրա համար հորմոնները կխանգարվի, մեկ յոյոյի նման կջղայնանաց կեթաս վերև, մեկ կգաս ներքև, կզարմանաս, ինչ ես ես մուֆտա ջղայնացա, որտեղ հորմոնները ճիշտ չի աշխատում, այդ պետք է բալանսի բերենք, որ կարողանանք բալանսի բերենք, ամեն ինչը նորմալ կեթա առաջ։
Շնորհակալություն, խնդրեմ մի փոքր ներկայացնեք ավելորդ քաշից ազատվելու ինչ դեղամիջոցներ ունեք եւ որքանով եք կարողանում քաղաքացիներին օգնել նման դեպքերում։ Սիրով մեր համայնքի մեջ մենակ համայնք չէ, սաղ աշխարհով մենք արդեն բաները խոսում ես, ասում Օզեմպիկ, սրսկվեք, կնիարեք։ Ջանս, ես չեմ ասում չես նիարեք, կնիարես, բայց նորից հետ ես գալու։ Իսկ դրա side effect-ները ինչ է լինելու, չեմ ուզում ասած լինեմ, չեմ ուզում վախեցած լինեմ։ Բավականին մեծ side effect-ներ կուրերակ 5-ից 10 տարի հետո դրանում։ Իսկ մեզ մոտ մենք ինչ որ ունենք, ամենաառաջինը, եթե նայում ենք, մարդը որ գերանում է, ասում եմ ես ջուր էլ խմում եմ, գերանում եմ։ Այո, այդպես է, գերանը։ Եթե հորմոնները ճիշտ չաշխատեն, եթե քո թայրոիդ գլանը ճիշտ չաշխատի, ջուր էլ խմես կգերանան։ Քեզի որ կարողանանք մեթաբոլիզմը արագացնենք, ուժեղացնենք, պետք է առաջ հորմոնները դասավորենք, հորմոնները ճիշտ կան աշխատի, հորմոնները ճիշտ աշխատեն, մեթաբոլիզմը սկսում է աշխատել, արագ է աշխատում, ես սկսում եմ մաշեցնել այն ավելնորդ քաշը, ավելնորդ յուղերը, որ գալիս է հավաքվում է, այսպես ասած մեզ փակում ենք, sense ուռուսկի մեջ ենք առնում, որ մեր մարմինը պայ, այդ բոլորը գալիս է հորմոններ եւ emotion, հոգեկան աշխարհ Մարդիկ կան, որ օրինակ ինչ որ ուզում է կուլ է տալի, չի պատասխանում, չի ասում, ավելի լավ է չխոսամ։ Ինչքան կուլ ես տալի, այդքան մնում է մեջը, այդքան քեզի տանջելի է հոգեկան աշխարհով եւ այդքան էլ գերանալու ես։ Այսինքն ինչ ելնում գերությունն այն է ցույց տալի, որ դու ինքդ քեզ protect ես անում, այսինքն պաշտպանում ես քո մարմինը։ Դրա համար էլ գերանում ես, ինչքան կարողանում ես շերտերը ավելացնես, այդ հաս առաջ, այդ հաս դրա համար մեկ-մեկ մարդկանց նայում ես դրան հետևից դուրս չեն գալի, որովհետեւ այնքան են մեծացել։ Պատճառը գալիս է հոգեկան աշխարհ եւ իհարկե հորմոնային պատճառը։ Հորմոնները ուղղվեց այդան կամած հետ կեթա։ Շնորհակալություն, խնդրեմ մի փոքր ներկայացնեք ինչ հիմնական խնդիրների դեպքում բացի վերոնշված ձեզ քաղաքացիները կարող են դիմել եւ վերոնշված դեղաբույսերը ինչ հիվանդությունների դեպքում կարող են օգնել քաղաքացիներին։ Սիրով, այսինքն սկսեմ ամենաառաջին մագնեզիում մենք հիմնականում տալիս ենք այն մարդկանց ովքեր մկանային ինչ որ խնդիր ունեն։ Իհարկե չմոռանամ ասեմ իմ մագնեզիումը ամենաբարձր դոզան է եւ ամենից մաքուրներից է։ Չեմ ուզում ասեմ ամենամաքուրն, ասում եմ գլուխ մի գովա, բայց դե շատ մաքուր ապրանք է։ Գիտեմ ապրանքը որտեղից է գալիս, սորսը, իր հումքը որտեղից է գալի եւ ինչքան մաքուր է։ Ընդհանրապես իմ ապրանքները, որ ինչ որ ես ունեմ, 100% մեջքին կանգնած եմ, գիտեմ որ ինչքան մաքուր է, ոչ մի GMO, ոչ մի քիմիկալ, ոչ մի բան չունեմ մեջը։ Բոլորն էլ գալիս է այն երկրներից, որ քիմիկալ չունի։ Այսինքն Չինաստանի, չի Ամերիկայի, չի Ավստրալիայի չեն բերում, որովհետև նույնն էլ է Անգլիայից։ Դրանք բոլորը քիմիկալներով լիքը երկրներ են, դրանցից չեն բերում։ Գալիս է հումքս, գալիս է Պարսկաստան, Հայաստան, Ռուսաստան, Եվրոպայի կոմունիստական երկրները, որը Հունգարիա, այդ կողմերից են բերում շատը, որը հնարավոր է ինչքան մաքուր է, եւ Հնդկաստանից էլ ունեմ ապրանք բերում եմ։ Դրա իմ ապրանքի հումքը այդքան մաքուր է։ Իսկ ինչ վերաբերում է ինչի համար ենք տալիս։ Մագնեզիում ասեցի տալիս ենք մկանների համար եւ չմոռանանք ասենք մագնեզիում շատ կարեւոր է մեր սրտի համար։ Մեր սրտի աշխատանքը, բաբախումը, բանը, բոլորը մագնեզիումի օգնությունն են ուզում։ Բանը գլուտատայանի մասին որ խոսեմ, գլուտատայան հիմնականում տալիս ենք լիվերը ուժեղացնենք, fatty liver-ը իջեցնենք, այսինքն ճարպակալված չլինի, որ եթե լիվերը ճիշտ չաշխատես, փանկրեասը ճիշտ չաշխատես, քո մարսողության խնդիր ունես, որովհետև երկու էնզայմները գալիս են մեր բերնի մեջ, դրանից է մարսողությունը սկսում եւ կարողանում ենք հեշտ մարսը, եթե չես մարսում, իմացի liver-ի fatty liver ունես եւ digestion-ի մարսողության խնդիր ունես, որի համար մենք digestion էնզայմն ենք տալի, իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում զուգարան էթալ, համար երկուսի խնդիր են ունեն։ Ասում են, դե եթում եմ էլի 2 օր 1, 3 օր 1 եթում։ Ջանս էդի հիվանդություն է, էդի թույն է սպանում քո մարմին, իրավունք չունես, դու ամեն օր պետք է մինիմում գոնե 1-ից 2 անգամ դու գնաս զուգարան եւ կարողանաս աղիքներդ մաքրես։ Դրա համար ունենք Colon Boost, որ կարող եմ ասեմ գլենդելի մոտարպես 80% տարիքավորները դրա վրա են։ Ունենք մեր բերբերինը, բերբերինը ինչ է անում, շաքարն է ուժացնում, գլյուկոզն է բերմցած, շաքարը A1C-ն է պակսացնում։ Օրական 4-5 կապսուլ գցում ես, որը բնական է, ամեն ինչ բույս է եւ շաքարն է պակսացնում։ Ամեն մարդու մոտ տարբեր է, չեմ ասի քոնը կպերի 350-ից կպերի 120 մի օրում, նո, ժամանակ է տևում, որտեղ դեղաբույս է։ Էսի դեղ չէ, մեթֆորմին չեմ տալի, որ վաղը մյուսը լիվերի տազի եւ 100 ծավի հիվանդություն տա քեզ երակներդ փակի։ Էտա
ունենք տարբեր հիվանդությունների համար տարբեր անթաբայատիկներն ունենք, որը մեր արծաթի ջուրն է, ամեն անգամ ես ցույց եմ տալի արծաթի ջուրը, որ ինչ որ ձևի միկրոբ, բակտերիա, փարասայտ ունես, դա սպանում է։ Ունենք 100 ձևի բաներ։ Ունենք հատուկ սերվիսներ, որը մարդիկ գալիս են մեզ մոտ լիվերը մաքրելու համար, գալիս են մեզ մոտ լիմֆատիկ սիստեմը բացելու համար, որ կարողանանք արյանը շրջանառությունը արագացնել։ Արյանը շրջանառությունը եթե արագացավ, ճիշտ աշխատեց, ճնշում է իջնում եւ արյանը շրջանառությունը եթե ճիշտ աշխատեց, դու ոչ մի ձևի հիվանդություն չես ուներ, որտեղ արունը կարողանում է էթա մակարդվի, փոխվի եւ ամենտեղ բուժում ուղարկի։ Արորյան գործը ինչ է, հումք է տանում, ուտելիք է տանում հասցնի տարբեր տեղ, մաստափելը արյան շրջանառության խնդիր է, ատամի խնդիրը արյան շրջանառության խնդիր, ոտքերը տուրում է արյան շրջանառության, բոլորը կապ ունի մեր արյան։ Այդ ենք կարողանում, որ ուժեղացնենք, որ ամեն ինչ աշխատի եւ դրա մեջ իհարկե արյան մեջ մենք hyperbaric oxygen chamber-ը, որ ասում ենք, օքսիգենն ենք ավելացնում, որ բուժումն արագացնենք։ Կասեք ինչպես կարող են քաղաքացիները ձեռք բերել այս դեղաբույսերը, կատարվում է արդյոք առաքում եւ Սիրով, ինչ դեղաբույս, որ ուզում եք մեր օֆիսում կունենք, մեր օֆիսը գտնվում է Բրբանկ քաղաքում, Buena Vista-ի եւ Empire-ի անկյունը հասցեն 2500 West Empire եւ առաքում ունենք մոտիկ տեղեր Glendale, Burbank, North Hollywood ունենք առաքումներ, որտեղ մեր շրջապատն է այդտեղ մի քիչ հեռու օրինակ հեռու որ այդպես Granada Hills են կող թահանգապան չեն կարողանում ուղարկել, որտեղ վարորդը չի տանում, ասում բենզինն այնքան թանկ է, ես ձեռ չի տալի ինձ դա։ Բայց ովքեր ուզում են կարող են մեր բան օֆիսից վերցնել, չէ, ունենք shipping, որ կարող ենք փոստով ուղարկենք ձեզ։ Ինչ որ տեղաբույս, ինչի համար ուզում ես, տարբերություն չունի։ Ունեմ մոտավորապես 220 ձևի տարբեր դեղաբույսեր, տարբեր ձևի յուղեր, տարբեր ձևի կաթիլայիններ, ինչի համար ուզես, ունենք դրա համար, այսպես ասած, հակաթույնը պատրաստելը, որ կարողանա ձեր մարմնին օգնի։ Իսկ ինչ վերաբերվում է մեր սերվիսները մենք առավոտ ընդհանրապես 10-ից մեր օֆիսը բաց է, մինչև ժամը 7-ը, վերջի հաճախորդը մենք ժամը 6-ին ենք վերցնում, ովքեր որ աշխատում են, որ կարողանան հասցնեն գործից հետո գան մեզի տեսնելու, մինչև 7-8-ը մեկ օֆիսում ենք լինելու։ Մենք նայում ենք ձեր ամբողջ մարմինը, ոտից մինչև մազեր։ Պետք չունեք դուք մեզի ասեք ինչ խնդիր ունեք։ Ինչ որ ունեք, մենք գանենք, մեր մեքենան գանի, մեքենայով եմ նայում, 3 ձևի թեստերն եմ անում, նայում եմ քո արունը, սենսիտիվիտիները, նայում եմ քո օրգանները եւ նայում ենք ձեր հոգեկան աշխարհը, ինչ է կատարվում, որտեղից է եկել depression-ն է եկել, էս է եկել, այդ բոլորը մեր մեքենան ցույց է տալի։ Կարողանում ենք այդ բոլորը մենք տեսնենք եւ ձեզ հիմնականում շատը կենտրոնանում ենք մենք ձեր հոգեկան աշխարհի ինչ որ բարդ հիվանդություն ունենք, ինչ որ ձևի հոգեկան աշխարհ հետը կապված է։ Այսինքն including cancer, cancer-ն էլ որ ասում ես, ինքը իրան ասես բան չէ որ մի օրում աճեց։ Այն մարդը որ ինչ որ մեկը diagnose-ել, ինչ որ ձևի cancer, գնա 5-ից 10 տարի առաջ ինչ է կատարվել հոգեկան աշխարհի մեջ։ Այդ է պատճառը։ Մենք այդ պետք է մաքրենք, որ կարողանանք ամեն ինչը օգնենք ձեր մարմինը ձեզ բուժի։ Եթե մեկն ասում է ես ձեզ կբուժեմ, գլուխ պատինատը։ Մենք օգնում ենք ձեր մարմինը ձեզ ինքը կարողանա կազդուրի բուժի։ Այսինքն ինչ որ բան ձեր մարմնի մեջ, եթե բարձր է, մենք իջեցնում ենք, եթե ցածր է, մենք բարձրացնում ենք, որ բալանսի կայնի։ Եթե ձեր մարմինը բալանսի է, ոչ մի հիվանդություն չունեք։ Դրա մեջ մտնում է ձեր արունը, դրա մեջ մտնում է ձեր թթվածինը, դրա մեջ մտնում է ձեր ուտելիքը, մարսողությունը, ամեն ինչ որ տեսնում ես մարմնի մեջ, այդ բոլորը կա։ Շնորհակալություն եւ վերջում ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին։ Վերջում ժողովուրդ նորից եմ գալի ամեն անգամ մեր խոսալուց հետո մենք գալիս ենք անդրադառնում ենք ժողովուրդ նայեք տեսեք ինչ ենք ուտում, ինչ ենք խմում, ջուրը ինչ է, խմիչքը ինչ է, էս ինչ ենք անում, ինչ ենք ուտելիքի մեջ ինչ բաղադրություն կա։ Ես ինքս նոր մի 4-5 օր եկել եմ Հայաստանից, այնտեղ ես արխային ինչ ուզեցել եմ կերել եմ, չեմ վախեցել։ Հատկապես հացը խնդիր չեմ ունեցել, հատկապես շատ կներեք, այնտեղի մեր կուկուռուզ, որ ասում ենք, բանը, հայերեն ոնց էր կուկուռուզ։ Anyway, եգիպտացորենը ուտում էինք այնտեղ ինչ որ ասես մսեղենը կերել են, ամեն ձևի միսը կերել եմ, գիտեի, որ հորմոն չկար մեջը, հորմոնները մեջը չէ եւ ոչ մի ձևի վախ չունի։ Եվ շատ ավելի լավ է զգում։ Դրանից լավ զգալու հիմնականում պատճառներից մեկն էր, որ շատ էին քայլում, քաղաքում, ստեղ, այնտեղ որտեղ ուզում են, ասում են 5 րոպե քայլել։ Մենք ստեղ 5 րոպե քայլել չունենք, մենք 5 րոպե քշում ենք։
շատ կներեք, ուզում ես տունն էլ զուգարան հետս մեքենայով ես ուզում եթե այդքան են մեզ սովորացրել, ծույլացրել։ Քայլեք ժողովուրդ, նայեք ինչ եք ուտում, որ առողջ լինեք։ Եթե ինչ որ խնդիր ունեք, իմ աչքի վրա տեղ ունեք, any հարցով խնդրում եմ դիմեք մեզ, մեր օֆիսը պատրաստ է ամեն ինչով ձեզ օգնել։ Մնացեք խաղաղությամբ եւ առողջ եղեք։ Շնորհակալություն, ինչպես միշտ կարևոր եւ օգտակար խորհուրդներով կիսվելու համար։ Իսկ սելերուսատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, եթե ունեք հարցեր, ապա անպայման զանգահարեք էկրանի վրա երևացող հեռախոսահամարով եւ դոկտոր Ռոբերտ Շահբազյանն ու նրա թիմը սիրով կպատասխանեն ձեզ ուզող բոլոր հարցերին եւ կօգնեն ձեզ առողջ ու անվտանգ եղանակով բուժել ամենատարբեր հիվանդությունները։ Ապրեք խաղաղությամբ եւ որ ամենակարևորն է՝ միշտ եղեք առողջ։